Քանի որ հակակառուցությունից ենք խոսում, այս մեկ արի անցնենք, առավել քան բավարար էր, կարծում եմ այսքան է։ Ես ուրեմն տեսա դեռ իդեպ չկար այդ կարող է նյութ ավելի շուտ եղել, քան քո առաջադրումը, բայց հետո էլի կրկին տարածվում էր այդ իրանց տելեգրամյան ալիքներից ամենատենց պրոպագանդիստական թոփ ալիքներից մեկով, ուրեմն տեղեկություն տարածվեց, որ սկրիներ էին դրել քո նախկին արտահայտությունների մասին, որ ուղղված էր System of a Down-ի Սերժ Թանկյանին, այդտեղ իր մասին ոչ այդքան հաճելի արտահայտություններ էր արել եւ դրանց հետո քո մի story են գցում, որ Instagram-ից կարծեմ վերցրել էին, որտեղ դու Սերժ Թանկյանի հետ համատեղ նկար ես տեղադրում եւ սա իրանք մատուցում են որպես սկզբունքայնության հետ որոշակի զուգահեռների տենց հատում։ Այս մասով որն էր այդ ես ոնց հասկանում եմ երկուսն էլ իրական էր, fake չէր էդի։ Ոչ մի բանը fake չի եղել, սա նույնպես մտնում է Սերժի հետ։ Սա նույնպես մտնում է տրամաբանության մեջ, որ ես ինքս եմ որոշել գնալ այն մարդկանց մոտ, ով ժամանակին 2018 թվականին ոչ միայն լցրել է հրապարակները, այլ նաև հարտակից որոշակի լոզունգներ, որովհետև վերջի տարի ու կես երկու տարին Սերժ Թանկյանը փաստացի գոյություն չունի քարոզչական այն թևի մեջ, որը գովերգում էր հեղափոխությունը, գովերգում էր Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ այլն։ Ու քանի որ երկար ժամանակ այդ մարդը նման դիրքորոշմամբ հանդես չէր գալիս, ես ինքս նայ պրակտիկ դաշտում գնում եմ այն մարդկանց մոտ, ովքեր 2018 թվականին դուրս է եկել փողոց, որպեսզի համոզվեմ, այս մարդը ինչի համար է դա արել, արդյոք շարունակում է մնալ նույն կարծիքին, եւ արդյոք այն ամեն ինչը ինչ որ ինքը արել է, դա իրենից ներկայացնում է մի երևելի ու բան, ոնց ասեմ քեզ, բացառիկ բան, որ այ եթե ինքը չլիներ չէր ստացվի։ Ես մենք գնացել ենք հանդիպման իր հետ բենդի կազմով եւ ես ասեմ իմ կարծիքը, էլի։ Մեր հերթական խնդիրներից մեկն է, որ մենք ստեղծում ենք մի հատ լեգենդ, որ այ այս մարդը եկավ, կպավ, միացավ, դրա համար եղավ այն ինչ որ եղավ։ Ուրեմն պնդում եմ ձեզ։ Այո, ես պետք է գնայի այդ մարդուն, պետք է տեսնեի համոզվելու համար, որ այլ մնացածին չեմ ուզում տեսնեմ։ Այդ շարքի, օրինակ, չգիտեմ, Արսինե Խանջանին, որովհետև ինքը իր համար, իմ համար այն օրինակներ, որ այո, ինքը հանճարեղ երաժիշտ է, այո, ինքը միջազգային մասշտաբի հայ ռոկեր է, որի պես գուցե մենք էլ չունենանք, բայց ինքը շատ սովորական հայերի, գաղթած հայերի ժառանգ է, թյուր պատկերացումներով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որոնք շատ թյուր են եղել թե մինչև 18 թվականը, թե հետո մինչև 20 թվականը, իսկ հիմա այդ պատկերացումները կարելի է ասել, նու երևի չկան, ընդհանրապես, չկա ընդհանրապես պատկերացում պետության ու բանի վերաբերյալ, որովհետև մենք շատ կարճատև զրույց ենք ունեցել։ Այդ զրույցի ընթացքում ես իմ համար ֆիքսել եմ այն, որ մենք հավատա, հիմա փաստացի ասում եմ, Ռոբերտ Աբաջանի կեղծ պապիկը շատ ավելի մեծ քարոզչական օգուտ է տվել Փաշինյան Նիկոլենց, քան Սերժ Թանկյանի ներկայությունը ընդե, որովհետև այդ մենք ենք այդ բանը ֆետիշացրել ու բանարել, որովհետև էմոցիոնալ առումով, արի ճիշտը խոսանք, հրապարակում կանգնած մարդկանց նու մեծ մասը Ռոբերտ Աբաջանի մասին իմացել է, բայց Սերժ Թանկյանի մասին ու իր ժանրային բանը երաժշտության մասին վստահաբար այդքան էլ տեղեկացված չեն եղել։ Այ եթե Սերժ Թանկյանի տեղը կանգնած լիներ Թաթա Սիմոնյանը,
Թաթանել էր կանգնած հորումորը։ Չէ, ուզում եմ ասեմ, դե հիմա մի բան է, երբ որ դու երկ ես երկում ու էդի բանը անում, տարածվում է, մի բան է, երբ որ դու հարտակից թուղթը վերցնում ես ու կոչ ես։ Բայց դու իր հետ խոսակցության ընթացքում գոնե այդ արածի գինը հիշացրեցիր ինքը։ Ես ներքին զգացողություն ունեմ, ես այդ աստիճանի մանրամասնությամբ չեմ խոսացել, բայց իմ մոտ ստեղծվեց տպավորություն, որ ինքը հասկանում է նվազագույնը, որ տեղի ունեցել ողբերգություն։ Ինքը ես մասնակցությունը գիտակցում է։ Նայ, մեծ հույս ունեմ, որ այո, անկեղծ ասեմ, ես նման հարցադրում իրեն չեմ արել, բայց գոնե թե խոսելու ինտոնացիայից ու բանից ես այդ ամեն ինչը հասկացա, որ դե չէ, այս մարդը դրա համար էլ նայ երկու լուծում կա։ Կամ դու որոշում ես առնչվես այդ ամեն ինչի հետ ու հիմա էլ պարզ ճակատով կանգնես ասես սենց չի, կամ դու որոշում ես անետանալ։ Ինքը որոշել է։ Ասեմ, ուրիշ որոշում էլ կա։ Որոշել, այո։ Այլ որոշում էլ կա, օրինակ ես ես վերջերս նկատեցի մի օգտատեր մեր podcast-ի մասին մի բան էր գրել, շատ խորը հակասական բաներ էր գրել, որից մեկում նշել էր, որ ես, որը Նարեկել է ոչինչ, բայց ես շատ անդուր տիպ եմ, մատնեմ տնամ լայքել է Նարինե Աբգարյանը։ Նարինե Աբգարյանը այն մարդն է, որը էլի ակտիվ քարոզչական ներգրավվածություն ունեցել, եթե կհիշես, ու բնականաբար իմ կողմից հրապարակավ արժանացել է արատավորող գուցե որոշակիորեն գնահատականների իր ինտելեկտը արատավորող մեծամասամբ ու ինքը հիմա ագրեսիվի մեջ թեպետ ընդունում է որոշ բաներ, որ այո դե չես կարող չընդունես, որ Արցախը կորցրել ենք այս պայդրությամբ, որ կորցրել ենք մի սերունդ, որ շարունակում ենք գտնվել անորոշ եւ անպաշտպան վիճակում, դա ինքը ընդունում է, բայց միևնույն ժամանակ ինքը շարունակում է լինել ինչ որ դաշտում, այսինքն չի կորել Եվ այնպես չի, որ ինչ-որ փոշմանում է կամ ինչ-որ հրապարակած ներկայացնում է, ինչ-որ հա, մի խոսքով այդ երրորդ ինչ-որ տարբերակն է կա, որը գուցե մեր պատկերացումներից adekvatության դուրս է, բայց շարունակում է լինել։ Եվ ես կարծում եմ, որ Թանկյանի դեպքը գուցե ավելի մեծ հավատ է ներշնչում առայն, որ այդ մարդը կարող է եւ ինչ-որ ժամանակ նույն դերակատարություն ունենալ այլ բան կերտելու կամ այլ ինչ-որ բան անելու մեջ։ Եկեք չբացառենք ոչ մի բան, եկեք չբացառենք նաև ինչ-որ մի պայի, չգիտեմ, գուցե իրա X հայտարարությունը կամ X մասնակցությունը։ Սերժի Թանկյան։ Հա, բայց չբացառելով նաև վստահ չլինենք, որ դա լինելու է։ Ասածս այն է, որ մենք պիտի անցնենք, գնանք առաջ։ Նայեք, մենք անընդհատ այն ուժին, որի դեմ պայքարում ենք, մեղադրում ենք նրա մեջ, որ սրանք անցյալը, բայց մենք չենք ուզում ընդունենք, որ մենք մոտավորապես նույն բանն ենք անում։ Դե արդեն 7 տարի անցավ 18 անցյալ է։ Ապրես, հիմա այս մարդիկ խոսում են, չգիտեմ բանը, 20 տարվա թալանից, տենց մոռանալով այն ժամանակահատվածը, երբ որ Գյումրիում, Լենինականում թալանվում էին Անդոն Գողնով։ Այո, թալանում էին Լենինականի գործարանները եւ մարդ կար, որի մականունը Գյումրիում Հրեշ Անդո էր։ Այո, Անդոնի Քոչարյանի մասին է այդ անձնավորությունը, էլի։ Հիմա էլ Բեղիկով ան։ Հիմա բայց այդ 20 տարվա թալանի մասին է խոսվում, բայց այդ 20 տարվա թալանի մեջ նաև այդ անցյալի քշպորումներն է, այս մարտը, բայց մենք հիմա բացարձակապես նույն բանն ենք անում։ Մենք կռվում ենք Սերժ Թանկյանի դեմ, ժամանակ ենք կորցնում Սերժ Թանկյանի վրա, մենք կռվում ենք օրինակ, չգիտեմ, Արսինե Խանջյանի դեմ, ժամանակ ենք կորցնում նրա վրա, ռեսուրս ենք ծախսում, ինչ որ թույն ստատուս ենք գրում, անեծք ենք հորինում մի հատ բան, ժամանակ ենք կորցնում ու չենք ուզում հասկանալ, որ ձեր ցավը տանեմ։ Այն շրջանակի մեջ, որ մենք մեզ մտցրել ենք, պետք է դրանից դուրս գալ ու գնալ դեպի ժողովուրդը։ Ինչ ճամպեկով եք դուք գնում դեպի ժողովուրդը, որոշում եք դուք, ոնց որ ես որոշել եմ, որ այս ճամպեն եմ ես կարծում, որ ճիշտ է, ես գնում եմ դեպի իմ ժողովուրդը։ Ու այդ ճամփով, որով որ ես գնում եմ դեպի իմ ժողովուրդը,
ժողովրդի զգալի մի հատված ասում է արի։ Հիմա եթե դուք սպասում եք, որ այդ ժողովուրդը պետք է գա ու ձեզ պետք է ասի ներեք մեզ, մենք չենք գիտակցել, ժողովուրդը երբեք չի ասելու ներեք մեզ։ Ժողովուրդը երբեք չի հանդես գալու մեղայականով, որովհետև միևնույն է ես պնդում եմ, որ 2018 թվականին հրապարակ լծված ժողովուրդը չէր հելե հրապարակ այն գիտակցումով, որ Արցախը հանձնվելու։ Այսինքն չեն ելը գոռում էին գոռալու, որ բանը հանձնիր Արցախը, Նիկոլ, մենք տալիս ենք քեզ այդ մանդատը։ Հակառակ եկել են որ չհանձնվի։ Այո, կամ բանը տաշ մատաղարա 5000 տղաների, մենք տալիս ենք քեզ այդ մանդատը։ Արցախը փաթեթավորի ու տուր Ալիևին, մենք տալիս ենք քեզ այդ մանդատը։ Չի եղել նման բան, այսինքն այդ ցանկություններով մարդիկ չեն ելել հրապարակ։ Իսկ հիմա հարց եմ տալիս օբյեկտիվորեն ընդդիմադիր ուժերը իրենք տվել են այդ գնահատականը, թե ինչի տեղի ունեցավ այդ ամեն ինչը։ Տեխնոլոգիաները հանած։ Վերջը, ընդ բազմաթիվ մարդիկ առանց տեխնոլոգիա են եկել, չէ՞։ Հիմա եթե ինչ որ մեկը ինձ կանգնի ասի, որ այն կանաչ գույնի 24-ով որ եկել էին ու այդ երեխեքը որ այդ տեխնոլոգիա մտածած բան է։ Չէ, իրականում իրանք չեն էլ հասկացել ինչ են անում, Նայ, տեղի է ունեցել մի հատ բան, որի թե ինչին մինչև հիմա հոդաբաշխ կերպով ձևավորած չկա։ Իսկ եթե դու ախտորոշումը, հա, դու չունես այդ հիվանդությունը, ինչի եղավ այդ հիվանդությունը։ Լավ, ո՞նց ես դու բուժելու։ Տեխնոլոգիան երևի ավելի շատ նրա մասին է, թե ինչպես հաջողեց, բայց ինչին ունի խորը պատմություն եւ բնականաբար։ Ինչին կար։ Իսկ հաջողելը արդեն այո, տեխնոլոգիան է։ Հիմա նույն բան է։ Կա հիմա այս պայն գեներացված ինչին վստահաբար այո։